Տոնակատարություններից իր մեծությամբ և մասսայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը հայերիս համար ընտանեկան և սպասված տոն է։ Մարդիկ ամբողջ տարին աշխատում են, աշխատածը հավաքում, որպեսզի դիմավորեն նոր տարին։ Ծանր կամ թեթև առևտուր, ամեն տարի կրկնվող ճաշատեսակներ, մեծաթիվ հյուրեր ու այցելություններ։ Այնուհանդերձ կան և գնալով շատանում են տոները նշելու ինչպես այլընտրանքային ձևերը, այնպես էլ նշողները։ Համեմատաբար նոր ձևերից մեկը նոր տարին որևէ ռեստորանում ընտանիքով, ընկերներով դիմավորելն է կամ արտերկրում նշելը։ Վեստիեեմը մեր համաքաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչով է առանձնացրել այս նոր տարին, ինչպես և որտեղ են այն դիմավորել, ինչքան գումար են ծախսել և ինչ ակնկալիքներ ունեն հրեաքաղաղից։ Ինչպես եք դիմավորել Ամանորը։ Գերազանց։ Սովորաբար ինչպես եք նշում, ժամանակակից ձևով, թե ավանդաբար ինչ-որ սովորույթներ ունեք ընտանիքներում։ Ավանդաբար ոնց որ բոլորը։ Ինչ ակնկալիքներ ունեք 2017 թվականից։ Բավականին լավ։ Ամեն ինչ լավ կլինի, կփոխվի, նորմալ կդառնա, մարդիկ հնարավորություն կունենան շնչելու եւ ինչ չի նաեւ արտաշնչելու։ Մոտավորապես ինչքան գումար է հարկավոր եղել, որպեսզի նշեք Ամանորը։ Ես չեմ կարող պատասխանել, մայրջան, ես չեմ առևտուր արել։ Բարեկամների տներով, մեր տանը, ոնց որ սովորական հայկական ավանդական էլի։ Ինչով առանձնացավ այս նոր տարին։ Չգիտեմ, սովորական։ Դվեր պապիկը էլ ինձ շուտ վայս չի բերում նվեր։ Իսկ գիտեք ինչքան եք ծախսել Ամանորին։ Ճիշտ ասած, մենք են հայկական բդով բանով, տենց չենք անում նոր տարի, սովորական, այդքան շատ չենք ծախսում, ոնց որ ուրիշները պարտքով, տենց պարտքերի տակից հետո դուրս չեն գալի ամբողջ տարի։ Բայց չեմ կա գումար ասեմ կոնկրետ։ Ինչ ակնկալիքներ ունեք։ Որ ամեն ինչ արդեն ուրիշ ձև կլինի, ոնց որ ամեն տարի մենք բոլորս ուզում ենք ամեն տարին արդեն ուրիշ ձև լինի, լավ լինի, մենակ լավն ենք մտածում։ Դիմավորեցինք բարեկամների հետ, շատ հաճելի միջավայրում։ Սպասելիքները լավ են, դրական են։ Ու հուսով ենք, եթե երկրում խաղաղություն լինի, տնտեսական զարգացումն էլ կամաց գուցե մենք ավելի նորմալ վիճակի։ Մոտավորապես ինչքան գումար ծախսեցիք նոր տարվա։ Մի 300-ից 400,000 դրամ։ Շատ լավ։ Որտեղ եք դիմավորել։ Տանը։ Իսկ ակնկալիքներն ինչպիսին են 2017 թվականից։ Լավ։ Տանը, ընտանիքի հետ։ Ինչ ակնկալիքներ ունեք 2017 թվականից։ Նորություններ։ 2016-ը ինչպիսին էր ձեզ համար։ Սովորական։ Ինչքան գումար է հարկավոր եղել, որպեսզի նորմալ նշեք Ամանորը։ 300,000 դրամ։ Եթե համեմատենք մյուս տարվա գների հետ, այս տարի ինչպիսին էր։ Նոր տարվա։ Դե լա նոր ենք ծանոթանում գների հետ։ Նոր տարվա շեմի։ Նոր տարվա, դե բարձրացումներ է օրեցօր։ Տանը Երևանում եւ բարեկամների հետ։ Լիքը նոր սպասելիքներ ունեմ, հիմնականում գործնական լիքը հաջողություններ։ Շատ լավ բաներ եմ սպասում։ Ճիշտ ասած, տենց չեմ հաշվարկել, բայց ջրի մոտարում 2-300,000։ Ինչպես բոլոր հայերը հայկական ընտանիքում շատ լավ, նորմալ, ուրախ տրամադրությամբ ունենք որդի բանակում առաջին հերթին մեր բոլոր զինծառայողներին խաղաղ ծառայություն ենք մաղթել, որ բոլորի մայրերը իրենց զավակներին ընդունեն, իրենց ավարտելուց հետո զինծառայությունը եւ խաղաղություն աշխարհի խաղաղություն, իհարկե մեր Հայաստանին առաջին հերթին, բայց ամբողջ աշխարհին։ Դրանից է կախված նաև մեր երկրի վաղվա օրը, մեր խաղաղությունը։ Մոտավորապես ինչքան գումար եք ծախսել նոր տարին։ Ճիշտն ասած, ես չեմ կարող ասել, ամուսինս խառն ենք ծախսել, այդպես հաշվարկ չենք արել, բայց նորմալ կարողացել ենք մեր տարին տոնել շատ լավ։ Միշտ է նույնն է լինում։ Չի տարբերվում։ Իսկ ինչքան գումար եք մոտավորապես ծախսել։ Չեմ կարող ասել։ Լավ։ Քո համար ինչով առանձնացավ այս նոր տարին։ Չգիտեմ։ Լավներ։ Ինչ նվեր ստացար ձմեռ պապիկից։ Ավտոմատ։ Տանը ընտանիքի հետ, լավ, հետաքրքիր։ Սովորաբար ինչպես եք նշում։ Դե սովորաբար 12-ից 5 րոպե առաջ աշխատում ենք սեղանի մոտ հավաքվենք, մի քանի բաժակ խմենք մինչև սկսվի։ Ինչպիսի սպասելիքներ ունեք 2017-ից։ Դե որ հաջողակ լինի, կարևորը երևի թե դա է։ Մոտավորապես կնշեք ինչքան ծախսվեց նոր տարի։
Մի 200,000-ի տենց էլի երևի թե